Բժնին Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որը որպես ամրոց առաջին անգամ հիշատակվում է Ղազար Փարպեցու կողմից դեռևս 5-րդ դարում։ Ենթադրվում է, որ բջնի անունը դեռևս Վանի թագավորությունից եկող Բուրգանդա անվան հաջորդական աղավաղումների արդյունք է։ 11-րդ դարում բջնին իր շրջակայքով անցնում է Պահլավոնիների իշխանական տոհմին, այդ ժամանակ էլ Հովհաննես Սմբատ թագավորի հրամանով դառնում է եպիսկոպոսանիստ Ավան։ 11-րդ դարում բջնին հայնշնավոր գիտնական եւ քաղաքական գործիչ Գրիգոր Մագիստրոսի տիրույթն էր։ Բագրատունյաց թագավորության անկումից հետո Գրիգոր Մագիստրոսը բջնին եւ մյուս տիրույթները հարկադրաբար զիջել է Բյուզանդիային, Միջագետքում ստացած կալվածքների դիմաց։ Հետո 1072 թվականին բջնին գրավում են սելջուկ թուրքերը եւ հանձնում Շադադյան կոչվող քրդական ցեղերին։ 13-րդ դարի սկզբին Իվանե եւ Զաքարե Զաքարյաններն ազատագրել են բջնին, որը դարձել է Իվանե Զաքարյանի իշխանանիստը եւ անցել է Զաքարյան հայ իշխանների տնօրինությանը։ 1387-ից 1388 թվականները գյուղը ենթարկվել է Լենգթեմուրի ասպատակություններին, ավերվել է 14-ից 17-րդ դարերի ընթացքում։